ցավ է պատճառում։ Ինձ համար ահավոր ցավ է, երբ որ եկեղեցի տարածքում ամբողջովին օրգանի աշխատողները վերլուծված։ Ինձ համար ցավ է, որ այն մյուս թևի վրա մարդիկ հայ առաքելական եկեղեցիական երևույթներով են տարված։ Ցավ եմ զգում։ Սա փաստացի պառակտում է եւ եթե պառակտումը շարունակվի, ուրեմն արդեն մենք մեր պետությունը, մեր ինքնությունը կորցնելու ենք։ Սա աղետ։ Ափսոս չեմ գիտակցում։ Վաղը կարող է անդառնալ լինի, եթե իհարկե այսօր չանցել անդառնալի։ Չգիտեմ։ Բարը չեմ գտնում, մասնագիտության բանասեր եմ, ասում են ոչինչ բանալ խոսքել, բայց այս պահին բան չեմ գտնում ասելու։ Հոգի խանգարված է թերոսա, ազգադավա, ազգուրացա, ի վերջո չէ ազգարուր, հայ չի։ Փոխանցեք թողան տանեն, ասեն, այո հայ չի։ Հայը չի կարող այսպիսի բան է։ Հաստատ մերիկ ֆրանգոլներ, իմիջներն երևի խեղճ ունի, սա չունի։ Սա ամեն ինչ ընդունակ է։ Թուրք ամեն ինչ ընդունակ չի, այսպես որդեք, ամեն ինչ ընդունակ չի։ Թուրք կա, որ գիտենք, հայրել են օգնել, այսին էլ լավ եղել են մեջները։ Սա ամեն ինչ ընդունակ է, դեմը պետք է առնվի։ Ինչ միջոցով, ոնց, չեմ կարող ասել, պատրաստ եմ, եթե պետք է առաջին մատաղ լինել, պատրաստ եմ։ Նիկոլը իր զակազն է կատարում, որը Անգլիայից, Ամերիկայից, Իսրայելից բան է արել։ Ինքը ուզում է Հայաստանը ոչ չանա։ Էդ է իր նպատակը, ոչ թե Իրանը, իսկ նորից եմ ասում, այն ուժերը, որ Իրան ղեկավարում, ինքը պեշկա է։ Այդքան բան։ Իսկ ժողովուրդը մեր չի ուզում այդ հասկանալ։ Մինչև հիմա մարդիկ կա, որ ասում են Նիկոլ ցավը տանը։ Լիքը։ Ես շինարարություն եմ աշխատում։ Այսօր երևի մի 500 հոգու հետ խոսացել եմ։ Մենակ ես եմ եկել։ Այսինքն, причем գյուղերից բան եւ այլ, դե հնդիկներ կան, իրանք ավելի շատ են հասկանում, քան թե մերոնք։ Ցավոք սրտի։